Հայրսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Այս պատերազմը, որ կա Միջին Ասիայում, որ հիմա դադարեց, իրականում ինչ արդյունք կա, մենք հստակ չգիտենք, բայց առաջին տպավորությունն այն է, որ Տրամպը հենց այս ծրագիրն էլ նախագծել էր, որ նման ընթացքով ամեն ինչ կանգնեցներ ու պատերազմը վերագրեր, որ իր հաղթանակն է։ Սա Տրամպի բնավորության մեջ է ու Ուկրաինայի դեպքում էլ մենք պարզ տեսանք, որ ինքը որոշումներ կայացնում Ուկրաինայի փոխարեն, թեկուզ ինքը օգնում էր, բայց ամբողջ իշխանությունը վերագրում էր իրան, որ ինքը իրավունք ունի Ուկրաինայի փոխարեն որոշումներ կայացնելու։ Նույն բանը ինքը անում է Իսրայելի հետ ու ստեղ պատահական չի, որ Իսրայելը համաձայն չի Տրամպի որոշումների հետ, քանի որ այն առաջադրանքը, որ դրված էր իր առաջ Իրանում ոչնչացնելու միջուկային զենքը, իրականում դա ոչնչացված չի։ Փաստացի դա տեղափոխվել է ինչ-որ ապահով վայր ու թե որտեղից դա նորից Իրան կդրսևորի Իրանը, երբ կկարողանա դա վերածել միջուկային զենքի, նորից բռնանալ ու հայտարարել, որ ցանկանում է վերացնել Իսրայելը, հայտնի չի, ու Իսրայելը սա շատ լավ գիտակցում է, բայց մի բան ուզում եմ այս կոնտեքստի մեջ ասեմ, եթե իրականում հաջողվել է ամերիկյան հրթիռակոծության արդյունքում հասնել արդյունքի ու այն տեղամասը, որտեղ պետք է արտադրվեր միջուկային զենքը, եթե դա իրոք ոչնչացվել է, նշանակում է Իրանին տարիներ է պետք գալու, որ դա կարողանա նորից ստեղծի, որպեսզի միջուկային զենքը արտադրի։ Դա նշանակում է Իրանը հիմա թուլացած վիճակում է, համեմատած մինչև այս հրթիռակոծումները, ու սրա ֆոնի վրա Թուրքիան է ակտիվանալու։ Ու սա շատ լավ գիտակցելով եւ Ամերիկան եւ Իսրայելը, եթե իրականում հիմա Իրանը թուլացած վիճակում է, որտեղ միջուկային ծրագիրը խափանված է, տարածաշրջանը փորձելու է իր ձեռքը վերցնի Թուրքիան ու փորձելու է ակտիվանալ։ Իսկ եթե դա այդպես է, ուրեմն սկսվել է մի նոր ռազմական ծրագիր արդեն Թուրքիայի դեմ, Իսրայելի ու Ամերիկայի մասնակցությամբ, հետևենք իրադարձություններին, եթե նման ընթացքով գնաց, ուրեմն իրականում Իրանի միջուկային զենքի ծրագիրը խափանված է։ Ու հիմա պատահական չի, որ Իսրայելը Հայաստանի քարտեզը նկարագրելով Արցախն ու Նախիջևանը Հայաստանի քարտեզի մեջ է նկարագրել։ Դրանով նա մեսիջ է ուղարկում Թուրքիային, որ Օսմանյան կայսրության ծրագիրը ինքը Իսրայելը հակազդելու է, խափանելու է ու թույլ չի տալու իրականանա, ինչը որ ամբողջությամբ Հայաստանի շահերից է, ինչը ամբողջությամբ տեսիլքի շահերից է, տեսիլքի մեջ է ընդգրկված, Աստծո կամքի համաձայն է, ու ստեղ այն քաղաքականությունը, որ հիմա կվարվի մոտակա ժամանակում, ցույց կտա, թե ինչ զարգացումներ կլինեն մեր տարածաշրջանում։ Նոր զարգացումներ է սպասվում ըստ այս ընթացքի, որը հիմա կատարվեց։ Թող լինի Տիրոջ օրհնությունը Աստծո կամքի իրականացման վրա, ամեն բան, ինչը որ դուրս է գալի Երեմիա 51:27 տեսիլքը կատարելու, թող լինի օրհնված։ Այս ամեն ծրագրերի մեջ, ինչով որ հիմա ներգրաված են Իսրայելն ու Ամերիկան, ինչ որ իրականացնում են տարածաշրջանում, ամբողջությամբ համընկնում է Հայաստանի շահերից, որպեսզի ամբողջությամբ թուլացնեն Օսմանյան կայսրության ծրագիրը, Թուրքիայի նկրտումները, ինչը որ ինքը այսքան ժամանակ ձգտում էր իրականացնել։ Եթե հիշում եք, կար մի պահ, որ աղոթում էի հայ-իսրայելական, հայ-ամերիկյան եւ այս եռյակի համար, որ Հայաստանը միաբան լինի Իսրայելի, Ամերիկայի հետ, տեսիլքի հարցում իրանք մեր հետ միաբան լինեն, որ մեր շահերը համընկնեն ու իրականում վերականգնվեն հայ-իսրայելական հարաբերությունները, որ իրականում շատ օրհնված է։ Երկու Աստծո կողմից ընտրված երկրներ, որոնք հարձակման տակ են սատանայի կողմից,
բայց ամեն մեկը ունի իր կոչումը, իր ծրագիրը Աստծո կողմից, ու ամեն մեկը իր տեսիլքը պետք է իրականացնի այս երկրի վրա, պատրաստելով ճանապարհը Հիսուս Քրիստոսի գալուստի։ Դրա համար օրհնում եմ հայ-իսրայելական միաբանությունը, որ մենք միաբան կատարենք Աստծո կամքը, իրար լրացնելով, ոչ թե իրար խանգարելով, ու թող Աստված օրհնի ամեն ծրագիր, որը Աստծո կամքի համաձայն է, ու մեծ հայքը թող հարություն առնի Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։